Աղջիկներ, Բարև ձեզ սիրելի երեխաներ, Հեքիաթի սենյակի ձեզ եմ ողջունում, Արևիկը և Լիլիթը։ սիրելի փոքրիկներ, երևի թե մեր տեսքից արդեն զգացիք, որ սկսվել են Հեքիաթի սենյակի տոնական հաղորդումները։ Մենք պատրաստվում ենք ձեզ ներկայացնել տոնական հեքիաթներ, նոր տարվան վերաբերող հեքիաթներ եւ իհարկե ունենալու ենք բազում գեղեցիկ եւ տաղանդավոր հյուրեր։ Արևիկ, ներկայացրու։ Իսկ այսօր մեր հյուրն է Լանան։ Այո, այսօր մեր հյուրն է Լանան, ով ներկայացնում է Դիզակ մանկապատանեկան երիտասարդական կենտրոնը։ Ողջույն Լանա, ինչպե՞ս ես։ Շատ լավ։ Շնորհակալություն, որ դու այսօր եկել ես մեզ հյուր եւ մենք մեր առաջի հարցը կլինի, որ մի փոքր ինֆորմացիա տաս երեխաներին քո մասին։ Որտեղ ես սովորում, ինչ նախասիրություններ ունես։ Ես սովորում եմ 66 համար դպրոցում։ Ես սիրում եմ նկարել։ Իսկ առարկաներից Առարկաներից շատ եմ սիրում ռուսերենը եւ նկարչությունը։ Ահա, գեցես, Արևիկ ինչ հարցեր ունես։ Սիրելի հեքիաթ ունես։ Հա, ունեմ Անխելք մարդը Հովհաննես Թումանյան։ Իսկ սիրած գրողը հենց Հովհաննես Թումանյանը, թե էլի ունես սիրած։ Հովհաննես Թումանյան։ Բոլորս էլ շատ ենք սիրում Հովհաննես Թումանյանին, բայց այսօր Հովհաննես Թումանյան չէ, այսօր ընտրել ենք նոր տարվա շատ գեղեցիկ մի պատմություն։ Միասին ընթերցենք, վերջում նորից միասին կզրուցենք եւ կասենք մեր ցանկությունները, ինչ ենք երազում այս տարում, ինչ նպատակներ ունենք։ Իսկ դու Ձմեռ պապիկին նամակ գրել ես։ Հələ չէ։ Նպատակներ, երազանքներ կան, որ հենց այս եկող տարում ես ուզում որ կատարվեն։ Մտենց շատ երազանքներ ես ունեմ, բայց ամենից ուզած երազանքս, որ ես մեծանամ, դառնամ շատ հայտնի նկարչուհի։ Ահա, կարծում եմ այդպես էլ կլինի, եթե մարդ ինչ-որ մի բան շատ է ուզում, անպայման ստացվում է։ Իսկ դու հեքիաթներին հավատում ես։ Հա, հավատում եմ։ Ուզում եմ, որ հեքիաթները իրականանան։ Այո, կա ինչ-որ կերպար, որ քեզ նմանեցնում ես։ Չոչկո։ Սիրելի երեխաներ, ուզում եմ հիշեցնել, որ մեր հեքիաթի սենյակը գտնվում է Դանելյան արտ ստուդիոյում եւ այս ընթացքում մեզ հետ կլինի Դանելյան արտ ստուդիոյի սա Ավրորան, ով կպատկերի իր նախընտրած հերոսին։ Իսկ մենք շնորհակալություն ենք հայտնում Կլուբ Կապիտալին մեր հեքիաթի սենյակին աջակցելու համար։ Դե, սիրելի փոքրիկներ, հարմար տեղավորվեք ձեր բազմոցներին եւ լսեք այս զարմանահրաշ պատմությունը։ Եկավ ձմեռը, անտարային կենդանիներն աշխատեցին ողջ ամառը եւ ձմռան պաշարը հավաքեցին։ Բոլորն էլ ուտելիք էին հավաքել բավականաչափ եւ սառնամանիքը նրանց չէր վախեցնում։ Դրսում հրաշալի ձմեռային եղանակ էր, ձյունը պարելով իջնում էր ցած։ Մոտենում էր նոր տարին եւ անտարային կենդանիներն անհամբեր սպասում էին ձմեռ պապիկի գալուն։ Նա միշտ գեղեցիկ նվերներ էր բերում իր ընկեր կենդանիներին, սկյուրիկներին, նապաստակներին, ոզնիներին եւ նույնիսկ ծուրթատ արջուկին։ Կենդանիներն անընդհատ չորս կողմ էին նայում, տեսնելու թե չի երևում արդյոք ձմեռ պապը։ Կենդանիներից յուրաքանչյուրն ուզում էր առաջինը ստանալ ձմեռ պապիկի նվերը։ Անտարի հյուսիսային կողմից ողնուկ լսվեց։ Դա ձմեռ պապիկն էր, իր նոր սահնակներով։ Նա սահնակի վրա բերում էր մի մեծ տոնածառ ու շատ խաղալիքներ։ Ձմեռ պապը ընտրեց սպիտակ ու փափուկ ձյունով ծածկված մի մեծ բացատ ու որոշեց այդտեղ էլ կանգ առնել։ Նա դեռ չէր հասցրել սահնակը կանգնեցնել ու ցած իջնել, երբ մասեն ու թփի տակից դուրս թռավ երկարահական ջնապաստակը։ Նա առաջինն էր նկատել ձմեռ պապիկին եւ ուրախությամբ սլացավ դեպի նա։ Ու հիմա ես կստանամ ամենամեծ նվերը, մտածում էր նա։ Իսկ ձմեռ պապն, որը այդ ժամանակ սահնակից իջեցրել է իր նվերներով լի մեծ պարկը եւ այդ դրել է Եղևնու կողքին, շուրջը նայեց ու մտածեց. անհրաժեշտ է Եղևնի զարդարել, որ իմ ընկերները ուրախ դիմավորեն նոր տարին։ Նա 3 անգամ ծափ տվեց եւ մի ակնթարթում նվերները պարկի կողքի Եղևնին բազմագույն լուսավորվեց ու զարդարվեց գունագեղ խաղալիքներով, գնդերով, կոներով ու աստղներով։ Երկարական հիացմունքից մի պահ քարացավ։
Շնորհակալություն ձմեր պապիկ ուրախ բացականչեց նա, իսկ ինչ նվերներ ես ինձ բերել, ինչ նվերներ դու ուզում ես ընտրիր ինքդ, նվերները շատ են ու բոլորին կբավականեցնի, նապաստակն իր համար ընտրեց մի մեծ շոկոլադե գազար, կոնֆետներով ու խնձորներով լի մի փաթեթ ու փայտե ավտոմեքենա։ Իսկ այժմ կանչիր ընկերներիդ, ես դեռ շատ տեղեր պետք է գնամ եւ երեխաներին նվերներ բաժանեմ, ասաց ձմեռ պապը։ Երկարականջը բարձրացավ կոճղին ու զանգը հնչեցնելով սկսեց կանչել մյուս կենդանիներին։ Շուտով անտառից դուրս եկավ ոզնին։ Նա մտածում էր, որ դահուկներով շատ արագ կհասնի եւ զանգը լսելուն պես սահելով հասավ բացատ։ Նա հագել էր գեղեցիկ կարմիր գլխարկ ու ձեռնոցներ, ոզնու աչքերն ուրախությունից փայլեցին։ Ձմեռ պապը պարկից հանեց մի մեծ փաթեթ կոնֆետներով ու մեծ խնձորներով։ Այն կբավականացներ ոզնու ողջ ընտանիքին։ Ոզնին շնորհակալություն հայտնեց ու նվերներով շտապեց տուն, որ իր փոքրիկ ոզնի բալիկներին ուրախացնի։ Հետո բացատ վազեցին սկյուռիկները, նրանք ծառերի վրա թռչկոտելով հասան բացատ։ Ձմեռ պապիկը մի սկյուռիկին շվի նվիրեց, իսկ նրա հետ միաժամանակ հասած շլդիկին թմբուկ, եւ նրանք միասին սկսեցին նվագել, ու նրանց նվագը լսվեց ողջ անտառում։ Շուտով սկյուռիկի կողքը ծառի ճյուղին նստեց երաշտահավերի երամը, նրանք սկսեցին ձայնակցել իրենց ընկերներին։ Իսկ մայր սկյուռիկը ձմեռ պապիկից մի մեծ փաթեթ ստանալով շտապեց մեծ եղևնու փչակում գտնվող իր բույնը։ Նրա ձագուկները անհամբեր նրան էին սպասում եւ տեսնելով իրենց մայրիկի ձեռքի փաթեթն ուրախ թռչկոտելով կանչեցին. «Ուռա! Ձմեռ պապիկը մեզ նվերներ է բերել, ուռա!» Այո, ձմեռ պապիկ սա ձեզ է փոխանցել եւ մաղթել ուրախ նոր տարի, պատասխանեց մայր սկյուռը։ Իսկ երկարականջը, որն արդեն ստացել էր իր նվերը, ծիծաղելով անտառ էր վազում։ Կոնֆետի հետ միասին նա դիմակել էր նվեր ստացել։ Նա այնքան շատ էր ոգևորվել, որ հագել էր դիմակն եւ թռչկոտում էր մի ոտքից մյուսը։ Նապաստակը այնքան ուրախ էր, որ նույնիսկ չնկատեց ծուրթատ արջուկի մոտենալը։ Արջուկը կյանքում երբեք այդպիսի բան չէր տեսել եւ վախից ծառը բարձացավ։ Նապաստակը տեսնելով բարակ ծառի ճյուղից փաթաթված արջուկին, ընկավ ձյան մեջ ու սկսեց բարձրաձայն ծիծաղել։ Ծուրթատ, այդ ես եմ երկարականջը։ Ծիծաղի միջից հազիվ արտաբերեց նապաստակը ու հանեց դիմակը։ Այդ դու ես երկարականջ։ Ինձ լավ վախացրիր։ Հազիվ շունչը տեղը բերելով ծառից ցած սահեց արջը։ Ես եմ։ Համա բոլորը կուրախանան, երբ պատմեմ, թե ոնց ես վախեցել ինձանից։ Պետք չի։ Դու չգիտեմ ինչ ես դեմքիդ դրել, մի հատ էլ ծիծաղում ես, նեղացած ասաց ծուրթաթը։ Լավ, կատակում եմ, պատասխանեց երկարականջը։ Ի վերջո ընկերներ ենք, չէ՞։ Ես ոչ ոքի չեմ ասի, բայց իսկապես շատ ծիծաղալի էր, երբ ես քեզ տեսա, թե ոնց թռար ծառի վրա։ Սա ինձ ձմեռ պապն է նվիրել, հպարտ շարունակեց նա։ Իսկ դու դեռ չես եղել ձնե բացատում, ձմեռ պապը այնտեղ բոլորին նվերներ էր բաժանում, ես հենց այնտեղ էի գնում, միջև քեզ հանդիպելը, ասաց արջուկը, եկ միասին գնանք, իհարկե գնանք, ես արդեն տեսել եմ ձմեռ պապիկին, նա հատուկ քեզ համար նվեր է պատրաստել ու դա քեզ անպայման դուրդ կգա եւ ընկերները իրար հետ ուղևորվեցին դեպի ձնե բացատը իսկ այնտեղ արդեն ուրախ մթնոլորտ էր տիրում նապաստակների երգչախումբը բացատի կենտրոնում նոր տարվա երգեր էին երգում նրանք գեղեցիկ վզնոցներ էին կապել իրենց վզին եւ իսկական երգչախմբի էին նմանվում իսկ ռազ նվագարկում էին թմբուկը շեփորը կիթարը նվագող նապաստակները իսկական համերգ էր ստացվել ծուրաթաթի համար ձմեռ պապն մի ամբողջ տկար մեղր էր պատրաստել արջուկը շատ էր ուրախացել նա իր տակարը գրկել է ու պտույտ էր գալիս պարող կենդանիների շուրջ
Ձմեր պապն կենդանիներին բաժանելով նվերները շտապեց իր սպասող ուրիշ գազանների ու երեխաների մոտ։ Նա բոլորին ուրախ նոր տարի մաղթեց, նստեց իր սահնակն ու սլացավ առաջ։ Կենդանիները դեռ երկար ուրախանում ու պարում էին։ Երկարականջը վազեց տուն ու բերեց իր լուսանկարչական սարքը, որը նվեր էր ստացել ձմեռ պապիկից անցյալ տարի, եւ սկսեց լուսանկարել ցանկացողներին։ Ծուրթաթը հաճույքով ուտում էր իր մեղրը, անընդհատ ժամացույցին նայելով, որ հանկարծ բաց չթողի ժամը 12-ը։ Իսկ երբ ժամացույցի զարկերը ազդարարեցին 12-ը, բոլորն ուրախ ծափահարեցին, թռչկոտեցին, իրար փաթաթվեցին ու միմյանց շնորհավորեցին նոր տարվա գալստյան կապակցությամբ։ Ահա այսպիսի ուրախ տոն ունեցան անտառային կենդանիները։ Երեխաներ, ձեզ դուր եկավ հեքիաթը։ Ինչ շատ դուր եկար, շատ հեքիաթային Տրամադրություն էր, մթնոլորտ էր, այո, ճիշտ ես, Լանա, մենք քեզ մաղթում ենք, որ դու այս գալիք տարում ունենաս մեծ հաջողություններ, ինչ որ դու ցանկանում ես, թող քո բոլոր երազանքները ի կատարածվեն եւ ձմեռ պապիկին էլ չմոռանաս արագ նամակ գրել, որպեսզի նա կարողանա հասցնել։ Իսկ հիմա եկեք տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Ավրորան։ Դե քանի որ նոր տարի է, մենք չենք կարող մեր հյուրերին թողնել առանց նվերի։ Հեքիաթի սենյակները երեխաների համար պատրաստել է փոքրիկ նվերներ։ Արևիկ կներկայացնես։ Ավրորային մենք նվիրելու ենք Կորնե Չուկովսկու գիրքը, որում նաև կա արևոկի երգող բացիկները։ Եվ իհարկե ես էլ կնվիրեմ Լանային Ղազարոս Աղայանի հեքիաթները, նորից գեղեցիկ շնորհավորանքով արևոկի կողմից։ Շնորհակալ։ Խնդրեմ։ Դե սիրելի փոքրիկներ, կարծում եմ շատ հետաքրքիր եւ տոնական եթեր ստացվեց։ Մենք ուզում ենք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Կլուբ Կապիտալին մեր հեքիաթի սենյակին աջակցելու համար։ Կարող եք դիտել մեր հաղորդումները ամեն շաբաթ, ինչպես նաև հետևել YouTube-ում։ Կարող եք գրել նաև մեր Instagram-յան էջին։ Երեխաներ, եկեք բոլորս միասին եւս մեկ անգամ ասենք շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ եւ հրաժեշտ տանք։ Միասին։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Ցտեսություն։